Մարտի 3-ի առավոտից Հայաստան-Իրան սահմանը բաց էր, բայց Մեղրիի մաքսային անցակետում անցուդարձ գրեթե չկար։ Բեռնատարների վարորդներ էին երրորդ երկրի քաղաքացիներ, կային նաև իրանցիներ, որոնք Հայաստան էին եկել տարբեր պատճառներով։ Ես ինքս Թեհրանից եմ։ Գիշերները ժամը 3-ից ռմբակոծում էին մինչև առավոտ։ Կեսօրից հետո նորից էին սկսում շատ ուժեղ ռմբակոծել։ Արդեն 4-րդ օրն է։ Հիվանդանոցներն ու խանութներն աշխատում են, ուրիշ ոչինչ չի աշխատում։ Մարդիկ եթե քաղաքից դուրս տուն ունեն, գնում են այնտեղ։ Փողոցները դատարկ են։ Թռիչքները փակվեցին։ Այստեղ եկել եմ տաքսիով, պիտի Վրաստան գնամ, ես թուրք եմ, $200 եմ տվել տաքսիին, որ Թեհրանից Հայաստանի սահման հասնեմ, գնում եմ Վրաստան և ոչ մի անգամ չեմ վերադառնա, ոչ Իրան, ոչ Հայաստան։ Կեսօրից հետո կարելի էր տեսնել նաև հայերի, որոնք անցնում էին իրանական կողմ գնումների։ Նրանց խոսքով առավոտյան չեն եկել, որովհետև հստակ տեղեկություն սահմանի մասին չեն ունեցել։ Մենք գիտեինք, որ վավշետը փակեր, չէր աշխատում, բայց իմացանք հետո աշխատում է։ Սահմանափակությունը չկա, նույնն է, ոնց ինչ ուզում ես, էլի բերում ես։ Հիմնականում մի քիչ սննդի հարցն է խնդիրը, սնունդը չթույլատրվում։ Իսկ մարդիկ ոնց էին ասել, վախեցած էին։ Չէ, սա նույն ձևի ամեն օր ոնց որ միշտ մենք անց գնաց եկել ենք նույն ձևի։ Սա նույն ձևի առևտուրը անում են մարդիկ եկան։ Դե գնաց զանգացման պետցաներ, նոր գնաց, ասման բաց է ուշ։ Ասա պետցա, առած ասել այդ եկաշ։ Հանդիպեցինք իրանցիների, որոնք Արաքսի մյուս ափին գտնվող բնակավայրից Նորդուզից են, ագարակ գալիս են աշխատելու։ Նրանք վստահեցնում էին ընտանիքներն ապահով են։ Չէ, հələ նորմալ է, ոչ երկու տեղի խփեմ, ալլա նորմալ է, խնդիրներ չկա։ Ընտանիքս նորմալ է, ապահով են։ Մենք գյուղում ենք ապրում, ամեն ինչ նորմալ է, խանութներում ամեն ինչ կա, դե պատերազմ է, բոլորս էլ անհանգստանում ենք։